գյուղի զարգացումը հիմնականում ինչու՞մ ենք մենք նայում, որ հիմա տնտեսությունը մենք ուզում ենք տրակտորային պարկ ունենք համայնքում, կենտրոնական տրակտորային պարկի բազայի վրա ուզում ենք հողերի խոշորացում ստել, հավաքագրենք խոշորացում անենք։ Իսկ հողերի խոշորացումից նաև աշխատատեղեր է բացվելու, 25-30 աշխատատեղ, որը խթան հանդիսանում աշխատատեղերի ստեղծմանը։ Հիմա մենք ուզում ենք գնանք առաջ, որպեսզի կարողանանք համել նրա բազայի վրա, դրա բազայի վրա հողերի խոշորացում անենք, որտեղ կան հողատարածքներ, պարոն վարչապետ, որոնք որ տարիներ շարունակ, ասենք, փոքր հողակտորներ են, չեն մշակվում, շուրջ 450-500 հեկտար հողատարածք չի մշակվում համայնքում։ Այդ փոքր կտորներ լինելով տեխնիկայի պակասության պատճառով, որ այդ փոքր սեփականատեր ունի, փոքր սեփականատեր կտորներ կան էլ, եւ ինչ ուզում մենք անենք։ Կխնդրենք ձեզ, որպեսզի կառավարության կողմից այդ վարկավորում լիներ մի 60 միլիոն դրամի չափով գումար մեզ, որպեսզի տրակտորային պարկը թարմացնեինք մենք։ Դուք ունեք տրակտորային պարկ։ Ունենք տրակտորային պարկը։ Մոտեկանում եք փոխնախարարին, լիզինգի ծրագիրը նայում եք, տակը հիմքը դնում եք, իսկ խոշորացման հետ կապված հողի ինչ ա պետք։ Խնդիրը նրանում է, որ եթե մենք տեխնիկաները ունենանք նորովի կարգավորենք, 20%-ը չունենք, էլի գումար։ Դա նստում եք խոսում եք, 20%-ը կնստեն, բիզնես ունեք, տեխնիկա ունեք, ասում եք սրա վրա փող են, չի աշխատելու։ Ես այդ 20%-ի խնդիրը, երբ որ թվաբանությունը բերեք, խնդրել եմ իրանք ձեզ տան, իր հետ պայմանավորվեք, ոնց եք փող աշխատում, այդ 20%-ը վերադարձնեք, որ մի ուրիշ օր, մի ուրիշ գյուղ։ Շնորհակալություն, պարոն